ապեր ես չեմ հասկանում, մարդիկ այդ ինչ պայմաններում են աշխատում։ Ինչ կա չհասկանալու։ Մարդիկ տուն են պահում, երեխա։ Հա թող էլի պահեն, բայց ոչ այդ գնով։ Դե հիմա ամեն մեկը ոնց կարում է։ Ապեր կարող է մոտդ փող լինի, 10 տալեմ, տամ պրծնեմ դրանցից։ Էլ չգնամ։ Չէ, ապեր։ Չնայած որ լես չէի տալու։ Խի։ Դե մի օր քեզ պետքա լավ դաս լինի, թե չէ։ Հա բայց էսի դաշ չի, էսի ուրիշ բան է։ Ապեր լավ էլի։ Հա, վեկար, ում ես սպասում։ Վեկար։ Ալո։ Օխայ, թող աստված բոլոր սովածներին հասնի։ Ես ինչ ես որ ես տեն սարմացыз նա։ Որովհետև տարօրինակ է քեզանից այդպիսի բաներ լսել։ Էր ինչի, ես ոչ ասի որ կոնկրետ ես պիտի սովածներին հաց բաժանեմ, թող աստված բաժանի։ Համար տատս ճիշտ էր ասում էլի, մարդ որ կշտանում է, բարյանում է, այլ տես ինչ բարի Աշկիս դավոյի մոտ գնալուց սոված էի։ Իսկ այդ ինչ մութ պատմությունների մասին ես պատմել Դավիթին Արգամի կյանքից։ Ինչ է արել Արգամը։ Իսկ դա քեզ ինչի դա պետք, տիկին։ Դե ուղղակի հետաքրքիր է, այդ ինչ պիտի մարդ արած լինի, որ նախընտրի իր աղջկան ամուսնացնել իր չսիրած տղամարդու հետ, մենակ թե գաղտնիքը ոչ ոք չի իմանա։ Հանուն արդարության պետք է ասել, որ Լուսեն ինքն է որոշել ամուսնանալ, Արգամին հերթը չհասավ, դե ինքը վիճակում չէր, որ ամեն ինչը դեմը դնեի, եթե դեմը դնեի, ինքը սենց ոտքերը առաջ կգնար ուղիղ դեպի Երուսաղեմ։ Այսինքն Լուսեն գիտի։ Պաստորեն հա, ճիշտ ասած չգիտեմ վաղուց թե նոր է իմացել, բայց հա։ Հա բայց ինչ է արել Արգամը։ Ինչ է մարդ է սպանել։ Ինչ ես ծիծաղում։ Չի ուղղակի հետարեք իրա բոլոր կանայք են սենց հետարքրասել, թե մենակ դու։ Բոլորը հատկապես ես։ Դե ասա պատմի։ Լավ, պատմեմ։ Բայց մի ուրիշ անգամ։ Այ Զաբել։ Անդիր տղա ես, կապիտանը։ Հա, լավ տղա է։ Համա ինձ գնաց հիմա։ Հա, ասես գնամ մի քիչ պտտվամ մարդ ես կարող է գտնեմ հանկարծ։ Ու իմիջայլոց ձյացյամ ունես վերջերս չի երևում, դու տեղյակ չես։ Մի երկու ծանոթ բարեկամ ունի, դրանց տներով ապ ինչ-որ պտտվում ուզում այդ գումարը գտնի։ Ու ինքը լուրջ մտածում է, որ այդ գումարը գտավ տվեց Սրապյանին, Սրապյանը իր տունը իրան հետա տալու։ Լավ, սատ ես պետքա դուրս գամ, Աշխենի հետ ուզում են գնանք քայլենք մի քիչ։ Լավ միտք է։ Ուշ չի բայց։ Դե գնամ թող ինքը որոշի։ Շարժվան։ Հələ շուտ է համբերի։ Միշտ է շուտ հազիվ շարժը կաննեց։ Հա, բայց հələ շուտ է համբերի։ Ինչքան։ Արի 2 րոպեվա պատմությունը մնացել, ես գործը վերջացնեմ հոգնել բան։ Սուրա գնամ։ Արա դե ուր ուզում է գնա իր հոտով ընկելած երես, այ։ Իսկ դա քեզ ինչի տա պետք, տիկին։ Դե ուղղակի հետաքրքիր է, այդ ինչ պիտի մարդը արած լինի, որ աղջկան ամուսնացնի չսիրած տղամարդու հետ, մենակ թե այդ գաղտնիքը ոչ ոք չիմանա։ Հանուն արդարության պետք է ասել, որ Լուսեն ինքն է որոշել ամուսնանալ, Արգամին հերթը չհասավ, դե ինքը վիճակում չէր, որ ամեն ինչը դեմը դնեի, եթե դեմը դնեի, ինքը սենց ոտքերը առաջ կգնար ուղիղ դեպի Երուսաղեմ։ Այսինքն Լուսեն գիտի։ Պաստորեն հա,
Ճիշտ ասած չգիտեմ վաղուց թե նոր է իմացել, բայց հա։ Հա բայց ի՞նչ է արել արգամը։ Ինչա մարդ է սպանել։ Ինչ ես ծիծաղում։ Չի ուղղակի հետարք իրա բոլոր կանայք են սենց հետարքրասեր թե մենակ դու։ Բոլորը հատկապես ես։ Դե ասա պատմի։ Լավ։ Պատմեմ։ Բայց մի ուրիշ անգամ։ Այ Զաբելի։ Հա, մեկ էլ որ ձեզ համույն տեսես, ասա թող գա մեր տուն։ Անպայման Արեգ ջան։ Այս կողմից ամենամոտիկը մեր տունն է։ Ոնց է չլինի տնից դուրս գալուց կամ տուն մտնելուց կտեսնի։ Սա չկա չէ՞։ Հա։ Դու մենակ ես թե հետդ մարդ կա, հա թե չէ։ Հա։ Դե առանձնացի բան եմ հարցնում։ Ասա Անայիս, ինչ ա եղել։ Անայիս ո՞ց։ Արթուրն է հետդ։ Հա։ Ո՞նց ենք։ Վիկան սպանեց արդեն ինձ։ Մտածում եմ ինչ-որ բան է եղել, իրեն չենք ասում։ Չէ, ոչ մի բան էլ չի եղել։ Վաղ ինքը Վիկային կզանգի։ Չնայած կարող է համասարան էլ գա։ Բայց ինչ ա եղել։ Ինձ ասա Վիկային բան չեմ ասի։ Անայիս ախրետի ասելու բանը չի։ Արթուրը վաղ Վիկային կասի։ Վիկան էլ եթե ճիշտ համարի քեզ կասի։ Անայիս դու հեչ մարդ չես։ Բաց։ Անայիս։ Հաստեղ եմ։ Ձայս մի նեղացի էլի։ Ուղղակի դա ասելու բանը չի։ Արթուրը Վիկային կասի, եթե հետո ուզեն իրանք էլ քեզ կասեն։ Հասկանում եմ։ Իսկ դու ո՞նց ես։ Լավ, բա դու։ Լավ եմ։ Լավ, Վիկան ստեղ ինձ արդեն սպանեց, լոգարանի դուռը ջարդում եմ։ Փակվել ես, որ չլսի։ Հա։ Լավ, գնացի ես, բարի գիշեր։ Լույս բարի։ Պիզա։ Գնացի բաբեր։ Չէ, այդ խոսում։ Ով է կարա, ինչ եք ուզում ես աղջկանից։ Ախպեր քո հետ հարց չկա, թող էթա։ Հարցիս պատասխանի։ Ախպեր տղավարի բան եմ ասում, քո հետ հարց չկա, թող էթա։ Աշխեն գնա տուն։ Տղավարին որն արա, որ երկու կողմ վրա եք տվել այդ մի աղջկան։ Ինքը չի ասի։ Ես կպատմեմ քեզ ամեն ինչ արեք։ Մենակ որ հիմա իրան թողես իրանք էլի կգան։ Ալը։ Ինչը չհասկացար։ Արթուրը կողքն էր։ Ասաց, որ վաղը իրիկուն կտեսնեք իրար, ու ամեն ինչ նորմալ է Արթուրիդ հետ։ Վաղը իրիկուն։ Դե առավոտը կարող է տեսնեք համալսարանում, բայց այդ հաստատ չի։ Ինչի ես տխուր։ Ինչի ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասում։ Վիկ, Արթուրդ քեզ ամեն ինչ կասի։ Այդ արամը ասեց։ Հա։ Իսկ կարող է քեզ ասել ինչ ա եղել, ինձ չես ասում։ Չէ։ Ասաց այդ իրա գործը չի։ Ինչի է արամդ այդքան լուրջ։ Ես մինչև առավոտ չեմ դիմանը։ Դե զանգի Արթուրիդ։ Որ զանգեմ ինչ։ Ասում է բան չի եղել անջատումը։ Դու զանգի գոնե այդքանը թող ասի։
Ավել քունս տանում ա գնում եմ քնեմ։ Դե լավ էլ ձևեր մի թափի։ Մի ժամ շուտ զարթնի, համասարն էլ չես ուզում գաս, գոնե այդ աղջկան գնատես, հետո նոր գնա քո գործերով։ Ապեր ինձ հեշտ ես ասում։ Գիտես ինչքան հարց է տալիս։ Ապեր դե մի օր պատմելու ես։ Քո համար ինչ տարբերություն է այսօր թե վաղը։ Ապեր ինչն եմ պատմելու։ Պատմել եմ որ փողը չեմ տվել, տարես տրուկի պես աշխատացնում էր, այդ։ Շատ լավ է։ Քորանամ ես։ Ես նենց հույս ունեմ, որ ես քո համար դասալնելու, բայց այդպես բաներ չես անում։ Ապեր հիմա հաստատ մոտդ փող չկա։ Չէ, ապեր, մոռացի։ Բարի գիշեր։ Վիկանա։ Էտա, խոսալով էլ իրար հետ կգնաք։ Գնաց։ Հա, Վիկ։ Հա։ Ոնց ես հիմա։ Հիմա ավելի լավ։ Աշխեն ջան, իսկ ինչ եղավ, հարը գուրա։ Ոստիկանություն են տանում դրանց։ Կապիտանն էր զանգել, ասաց, որ դրանցից մեկը փախնելուց կապիտանի դիմացա դուրս եկել։ Այսինքն Լևոնը թաղում է եղել, գնաց համույն գտնի, շատ լավ է։ Շատ լավ է, հիմա դրանց կբռնեն կտանեն ու իրենց արժանի պատիժը կստանան։ Աշխեն ջան, իսկ իրանք ինչ գործ ունեն քեզ հետ։ Չէ, եթե չես ուզում կարող ես փչացել։ Չէ, նման խնդիր չկա։ Դրանց բարեկամներից մեկը հորս ընկերն էր Պաշը։ Դրա ամեն դեպքում պապային այդպես էր թվում։ Պապան մի անգամ փրկվեց ավտովթարից, հետո բիզնեսի հետ կապված խնդիրներ առաջացավ։ Հայրդ խոշոր բիզնեսմեն է։ Արզը փող, ինչպես միշտ։ Իսկ հիմա հայրդ ուր է։ Ենթադրում եմ, որ Ամերիկայում։ Ինքն էլ չէր կարա մնալ Մոսկվայում։ Ոստիկանությունը իրան է ման գալիս ու ոչ թե իր գործերի համար, այլ Պաշի։ Իսկ ինքը իր կապերը օգտագործելով փորձում է Պաշի արարքները հաստատող փաստեր գտնի։ Բարձա, այսինքն սա ուզում է քեզ բռնի, որ ստիպի հորը թաքստոցից դուրս գալ։ Այ, բարձա, ոչ իման չի փոխվում, գազան ենք էլի, ոչ մենք ենք փոխվում, ոչ աշխարհն է փոխվում, մշտական նույն պատմությունն է։ Շատ լավ որ ունեցանք ձերոնց հետ։ Դավիթ, իսկ այդ տոկոսների պահումն ավես մտածել։ Ամեն դեպքում քիչ գումար չի։ Դե ինձ համար էլ անունը շատ կարևոր։ Ու ընկերության կեսն էլ պապայի անունով է, բայց այդ կապ չունի։ Համել որ տեսնի միացրել ենք մեր ուժերը, կարող է փափկի։ Ու դու դրան հավատում ես։ Եթե անկեղծ այդքան էլ չէ։ Բայց դե գոնե իմ խիղճը հանգիստ կլինի։ Լուսե իսկ Կարամը ուր կորավ։ Դե մեկ էլ մեր գնալուց երևաց։ Դե ընկերոջ մոտ գնաց, ինչ որ բան կա։ Չէ, ուղղակի անընդհատ կորում է, իսկ ես ուզում եմ հետը շփվեմ։ Ճիշտն ասած, Անայիսը խոստովանել է, որ անտարբեր չի։ Հա, նկատել եմ այդպիսի մի բան։ Արամին էլ ասել եմ, որ էլի հյուր գնում ես։ Լավ, բայց որ գան ես տանը չլինեմ, ինձ էլ ասա, լավ։ Լավ կասեմ։ Ուսե։ Իսկ մեր մասին չես ուզում խոսենք։ Գիտես, Դավիթ, կարծում եմ ճիշտ կլինի սկզբնավոր փորձենք գոնե ընկերություն անել, այդպես ավելի հեշտ կլինի։ Լավ,
Ես համաձայն եմ։ Հատկապես այն դեպքում, երբ մենք հաճախ ենք համակարծիք լինում։ Դու մի նեղվի, ես ծով համբերություն ունեմ, ու կարևորը, որ դու ցանկություն ունես։ Այդ ամենակարևորն է, մնացածը կստացվի, ես հավատում։ Բա Աշխենը։ Կամաց, քնած է, ահա որ լարված էր։ Հա, ինձ ասեց մի երկու բառով։ Արեգ ջան, հիմա դրանք ոստիկանությունում են։ Մեկը փախավ Սերոփա հետևից։ Պատկերացնում ես դուրս եկան Կարամյանի դիմաց։ Էդ լավ է իհարկե, որ ոստիկանությունում են, բայց գիտես ինչ եմ մտածում։ Դու վստահ ես, որ այդ երկուսն են ու վերջ։ Դե ես էլ եմ իրականում մտածել այդ մասին։ Դրա համար եմ ասում, կարող է Աշխենը մի քանի օր մեր տանը մնա, մինչև հասկանանք։ Ուրեմն սենց կանանք, դու կքնես իմ սենյակում, ես կգնամ հյուրասենյակ։ Այսինքն, այդ ինչի որոշեցիր, որ դու պիտի հյուրասենյակ, այդ ես պիտի գնամ հյուրասենյակ։ Չի քննարկվում։ Ոնց է առաջ։ Վախեցա։ Քիչես վախեցա։ Ուր էիր, ինչ ա եղել։ Էս ինչ է։ Կռիվ եմ արել, բայց կարևոր չի։ Բա ինչն է կարևոր, Արթուր։ Դե որ քեզ տեսա։ Վիկ, երեկոյան ոչինչ չպլանավորես, միասին քայլենք, լավ։ Այսինքն դասի էլ չես գալիս։ Չէ, այսօր չեմ գա, բայց վաղը հաստատ կգամ։ Դասի չես գալիս ու ուզում ես հավատամ, որ ոչ մի բան չի եղել, Արթուր։ Վիկ, խնդրում եմ։ Արի երեկոյան խոսենք, լավ։ Դե լավ, ժպտա։ Քեզ լրջացա։ Գրանք, ուր էիր քայլում, մեկով։ Ոնց հասկանում եմ, Դավիթի հարաբերությունները սկսվում են կարգավորվել։ Ինքը քեզ չի ասել, չեք հանդիպել։ Հանդիպել ենք։ Ասաց, որ կզանգի, չզանգեց։ Ու եթե հարաբերությունները կարգավորվում են, 1-2 անգամ կգա ու վերջ։ Դե դա միայն ասում է։ Ասելը մի բան է, անելը ուրիշ։ Ցանկության հարց։ Իսկ եթե այդ աղջկա եղբայրը մեզ տեսել է։ Այդ իրականում ավելի քո օգտին է աշխատում։ Չգիտես ինչ կլինի, կարող է քրոջ մոտ բերանը բացի կամ մի ուրիշ տեղ։ Ես էլ արդեն չգիտեմ ինչի կամուն վրա հույսս դնեմ։ Բայց ես առանց Դավիթ չեմ կարա։ Հասկանում եմ, որ դժվար է, բայց կարևորը չզանգես։ Ինքը մեկ կմտածի քո մասին, կխղճա, 2 եւ երրորդից կհոգնի։ Գիտեմ, դժվար է, բայց մի քիչ սպասել է պետք։ Հեշտ եք խոսում։ Տես, եթե որոշես ամեն ինչ փչացնել, ինձ դրանից հետո չզանգես։ Ես ոչ առաջին անգամն է Արամ ջան, ոչ էլ վերջին անգամը։ Ես շատ լավ գիտեմ, այդ տղեն հենց գալիս է դու միտեղ կորում ես։ Մամ ջան, դու չտեսար Արտուրին։ Տեսա։ Բայց դու շատ լավ կարայիր ասեիր, որ դու զբաղված ես, տանը մարդ կա, բայց չէ, ոնց կլինի։ Քեզ տենց էր հարմար, չէ։ Դե ասա։ Կլինի գնամ դասիրամ, հետո խոսանք։ Խոսելու ինչ կա տղա ջան։ Դավիթը ամուսնացել է Լուսեի հետ ու քո աչքի գրողն է դարձել։ Հա, աչքից գրողն է դարձել։ Քրոջս հետ ամուսնացավ, իմ այլ կողքից սիրած է պահում։ Ինչ։ Ինչ սիրած։ Հետո կխոսանք, էլի ո։ Արամ, սպասի։ Սիրելի փեսայից հետ հարցրու։ Արամ։ Հետո մամ։ Դե իրանք են, այն մի տունն էլ որ վերցրել էի, էլի իրանք էին եկել, ես ուրիշ մարդ չգիտեմ։ Դե ուրեմն այդ այլանդակը, որ իմանա սրանք բռնվել են, ուրիշ մարդ կարող է ուղարկի, հնարավոր չի։ Չգիտեմ, հնարավոր է։ Դե մենք էլ չգիտենք։ Դրա համար դες ինչ եք անում։
մի քանի օր մեզ մոտ ես մնում, մինչև հասկանանք ինչ է կատարվում։ Ինչ է եղել։ Դե չգիտեմ, այսքան նեղություն եմ ձեզ տալիս։ Բոլորովին նեղություն չի։ Բոլորովին։ Հենց հիմա ես ու դու նախաճաշ ենք պատրաստում, Արեգը հացը կվերցնի, կգա միասին կնախաճաշենք։ Հետո էլ կգնա ոստիկանություն կիմանա, թե ինչ է կատարվում։ Հա, իսկ հետո ես ու դու կմտածենք, թե ինչ ճաշ ենք պատրաստելու, ապրիմ աղջիկը վերջապես շփտաց դեռ։ Արեգ ջան, ախր ցավատարում դու չես հասկանում։ Ես իմացել եմ սրանք 3 օրից սկսելու են քանդելը։ Հա ձգեցին, բայց էլ բան չկա, սկսելու են, այս հաստատ ինֆորմացիա է։ Հա ես էլ գիտեմ, որ հաստատ ինֆորմացիա է։ Դրա համար եմ ասում, արի մի հատ հիմա գնանք մեր տուն, Սաթանի հետ մի հատ էլ խոսա։ Ախր Արեգ ջան, ինչ խոսանք։ Ես պետք է փող ճարեմ, տամ այդ Սրապյանին, ինքից խոսք ատվել, որ տունս հետ կտա։ Դե լավ էլի ձայցամը, ո՞նց ես դու իրան հավատում։ Եթե ինքը քեզ քո տունը հետ տա, իր ամբողջ առած թևը կոտրվում է։ Անհնար բան է։ Բայց ախր դրա համար ես ասում եմ, արի գնանք մի հատ ձեր տուն, թղթերը հավաքենք, տանենք դատարան։ Արեգ ջան, լավ է դատարանը ախր։ Դե լավ էլի ոնց որ երեխա ալնես։ Դատարանը արգելք է դնում։ Ու Սերապյանը ուզի ոչ մի բան չի կարա անի։ Քեզ էլ կուղարկենք Ֆրանսիա, Վաչոյի մոտ։ Ես Տոմսը կառնամ։ Բա որ Ֆրանսիայում։ Դե լավ էլի ձյացամ, հո դու երեխա չես վայ։ Ամեն ինչ լավ կլինի, համ էլ դու էիր ասում, չէ՞ որ չես ուզում Նազիկը գա։ Հեսա եղանակները տաքանալու է, որ գա ինչ ես անելու։ Հա, ես իրիկորը բերանն ալ գցել, Վաչոնը արդեն Տոմսը ուզում առնի։ Դե արի գնանք հիմա ձեր տուն, թղթերը հավաքենք, տանենք դատարան, ես քո հետ գալիս եմ։ Արի ձյացամ, արի։ Իսկ ես էլ եմ նոր տուն եկել։ Ուզում ես մի հատ սուրճ տնեմ, խմենք։ Չէ, չեմ ուզում։ Բան կա խոսելու։ Ասա։ Ինչ է արել ձյաձ արգամը, որի մասին պապան գիտի։ Ու իբր դրա պատճառով է, որ Լուսեն իմ հետ է ամուսնացել։ Մենակ չասես, որ չգիտես։ Չես հավատա, բայց իսկապես չգիտեմ։ Ծիծաղս գալիս է, որովհետև քանի անգամ հորդ հարցրել եմ, բայց չի պատասխանել։ Մի տեսակ հավատալու չի, որ չգիտես։ Իմ հիշելով դուք իրար ամեն ինչ ասում եք, չէ՞։ Չանեմ, երթվեմ, որ հավատաս։ Իսկապես չգիտեմ։ Հետո գիտես ամեն ինչ չի, որ հայրդ ինձ ասում է։ Օրինակ, ինչ կապված է գումարի հետ, ես որ հարցնում եմ, չի պատասխանում։ Հաստատ։ Հաստատ։ Իրականում ես էլ եմ շատ ուզում իմանալ, հետաքրքիր է ինձ էլ։ Լավ, իսկ դու փորձելու ես այդ ամեն ինչը նորից ճշտել։ Միանշանակ փորձելու եմ, բայց ինձ հետաքրքիր է, քեզ դա ինչին է պետք։ Եթե պապան հանկարծ որոշի խոսել, Լուսեն դրանից հետո ինձ հետ չի մնա։ Իսկ դա իմ վախն է։ Վարդանը խիչ պատասխանում է։ Հա, ուսի։ Ես մեկը, եսի երորդը։ Ներսրում։ Ես մեկը… Հիմա տես զանգում ես Դավոյին, ասում ես գա, ես պայմանագրերի տակ իր ստորագրությունը տնի, իր օրինակը վերցնի ու գնա։ Իր օրինակը։ Հա, կտաս անպայման։ Պարոն Սրապյան, կներեք, որ նորից եմ հարցնում, բայց հաստատ։ Համար ասում եմ, հա, հաստատ, կտաս կգնա։ Ես տղեն լրիվ ցնդել է, ես վազեցի լավ, չմոռանաս։ Չէ, չեմ մոռանա։ Լսի, բայց կարծում ես Լուսեն հաստատ չի ասի ոչ մի բան քեզ։ Պապատ ասում էր, որ ինքը գիտի։
Դե, եթե ամուսնացել է հետս մենակ են պատճառով, որ այդ ինֆորմացիան ոչ մեկին չհասնի, ինչի պիտի ինձ ինչ-որ բան ասի։ Չգիտեմ երեք ինչ էր եղել, բայց Լուսեն եկել էր ինձ մոտ օֆիս։ Ու հիմա, որ պատկերացնում եմ կարա ինչ-որ բան լինի նորից, որ կանգնի մեր ճանապարհին։ Անայսը կարծում է, որ դու Օլան հանդիպում եք։ Անայսը չի սխալվում։ Իսկ ամենավատը այն է, որ Լուսեի աղբերն է մեզ տեսել իրար հետ։ Բա ինչ պիտի անես։ Դե չգիտեմ, հանդիպեցինք, խոսեցինք։ Ասացի, որ նախկին ընկերուհիս է։ Բայց նորից է պետք խոսել։ Անայսի հետ էլ խոսի։ Ճիշտ է, հատուկ չի ասի, բայց կարող է հանկարծակի բերանից թռցնի։ Չգիտես քրոջդ, արդարության զինվոր է։ Կզանգեմ խոսենք, լավ։ Հեշտ ես ասում։ Բան չասեց։ Դե ասեց ուղղակի դուրս գանք։ Հաստատ Արթուրի հետ է կապված։ Հենա, եկավ Արամը։ Բարդես։ Բարև։ Արթուրից նորություն կա, Արամ։ Ես մեր կողմից։ Ձեր կողմից ում։ Իմ ու Արտուրի, ձեր համար։ Մերսի շատ։ Իսկ Արթուրը ասեց, այսօր գալու է։ Ինքը քեզ այսօր կզանգի։ Այդ նոր ասեց։ Երեք իրիկունն եմ խոսացել։ Էս էլ եք երեք իրիկունը որոշել։ Քո համար ինչ տարբերություն վիկ։ Էս է երեխեք։ Սրա համար էի խնդրել, որ դուրս գայք։ Ձեր մոտ նորմալ է ամեն ինչ։ Նորմալ է։ Քո սիրած շոկոլադներից կար մեջը։ Հա, բոլորն է սիրում եմ։ Դες գնացի։ Վերջացնեք անպայման կզանգեք։ Ես ձեզ տուն կտանեմ։ Որ չեք զանգել, չէ՞ երեխեք։ Կզանգենք։ Դե գնացի։ Կսպասեմ։ Էս սաղ քոնն է։ Արթուրը սրա հետ ոչ մի կապ չունի։ Ոնց կապ չունի։ Արամը ասեց։ Ես Արթուրին առավոտ տեսել եմ։ Ուղղակի չհասցրի ասեմ, դասի էինք։ Եթե սենց բան լիներ, ինքը ինձ կասեր։ Նենց որ ես Արամն արել մենակով։ Հալավ ինչ տարբերություն։ Արի գնանք կոֆե վերցնենք, էս էլ ուտենք։ Արի։ Դե Արամը չի ստել։ Ուղղակի չէի մտածում, որ ձեզ կպատնի։ Պարզապես բերանից դուրս թռավ, թե չէ ինքը ինձ ճշմարտությունը չէր ասի։ Իսկ դու բան չունես ինձ ասելու։ Դե ինչ ասեմ։ Հոլիայի հետ մենք վաղուց ենք շփվել։ Իսկ երբ ես տեսել եմ Լուսեին, հասկացել եմ, որ իրեն եմ սիրում։ Ես Հոլիային պատմել եմ Լուսեի մասին։ Սկզբում նա շատ ծանր տարավ։ Իսկ հիմա ոնց որ թե սկսել է համակերպվել։ Ուղղակի ճիշտ հասկացեք։ Ես մեկ-մեկ հանդիպում եմ իրան, երբ ինչ-որ բան է պետք լինում, որովհետև ինքը այստեղ ոչ մեկին չունի։ Կարելի է ասել, այս աշխարհում ոչ մեկին չունի։ Ծնողներ, քույր, եղբայր։ Միակ երեխան է։ Իսկ ծնողները մահացել են։ Եթե չեք հավատում, կարող եք հանդիպել հետո ու իրենից հարցնել։ Չէ, պետք չի հանդիպել Դավիթ ջան։ Ես Լուսեին շատ եմ սիրում։
Ու ես հնարավոր, անհնար ամեն ինչ կանեմ, որ մեր միջև ինչ-որ խանգարող հանգամանքներ չլինեն։ Ուղղակի ես Օլիային էլ չեմ կարող չօգնել։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Երբ մենք նոր էինք բաժանվել, նա շատ մեծ քանակությամբ դեղեր էր խմել ու մի կերպ ենք կյանքը փրկել։ Մի բան ասեք, չեք հավատում։ Հավատում եմ։ Լավ, իսկ ինչ եք մտածում, Արամը կարող է քրոջն էլ ամեն ինչ պատմի։ Չեմ կարծում, Դավիթ ջան, ասեցի չէ, որ մի ամիտ է ինձ ասում։ Ես ամեն ինչ ինքս Լուսեին կպատմեմ։ Դե ուղղակի ուզում եմ մեր հարաբերությունները մի քիչ լավանան, նոր խոսեմ հետո։ Դե ամեն դեպքում ես պետքա ճիշտը իմանայի։ Չէ, լավ է, որ խոսեցինք, ես էլ ահագին թեթևաց եմ։ Այ, բայց Արամին ուզում եմ հանդիպել ու խոսել հետո։ Ու ընդհանրապես ուզում եմ իրեն ավելի լավ ճանաչել։ Փորձի Դավիթ ջան, բայց Արամը Արեգի հետ շատ կապված է։ Դե հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Հասկանում եմ։ Այդ Վարդան, դու քեզ ում տեղն ես դրել, այդ տղա, որ զանգում եմ, ինչի չես պատասխանում։ Ես պատասխանեցի քեզ։ Ասեցի, որ մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Ինչի մարդու կնիկ ենք, ինչ ենք, որ վերջացած է, ես չեմ հասկանում, քեզ փող պետք չի։ Չէ, պետք չի։ Յա, լավ ես մտածել։ Սրափյան, արի դու գնա քո գործերին կպի, ես էլ իմ, լավ։ Տո չէ, հա, եթե ես հիմա պատտվեմ ու գնամ ուղիղ Արգամի սենյակ։ Վատ չէր լինի։ Ես էլ ձյացի համային Տոմսարա, որ ուղարկենք Ֆրանսիա։ Դե Սրապյանն էլ վերջ։ Հիմա ուզում է ոտքով գնալուս իմ հետ գա, բան չի կարա անի։ Տանը չի կարա էլ ձեռք տա։ Բա մեր գործերը։ Հետո, գործերը հետո, հիմա ի վիճակի չեմ ասում եմ քեզ լսել, գնա։ Լավ։ Կարամ մի բան քեզ հարցնեմ։ Ասա։ Այսօր որ հարցնում էիր, դե Պաշի մասին, որ հարցնում էիր զգացմունք ունեմ թե չէ։ Ինչ ես հարցնում։ Քեզ մեկ չի։ Անարդարա դավո, այս սխալը։ Հերիքա! Դու ես որոշում ինչ նա կարելի, ինչը չէ։